Մի քանի խորհուրդ նոր դահուկների վրա կանգնողների համար։ Առաջին բանը, որ պիտի իմանան դահուկորդները, ովքեր նոր են սովորում, դա այն է, որ դահուկները ստեղծված են սահելու համար։ Ինչի եմ դա շեշտում, որովհետև երբ որ նոր առաջի անգամ կանգնում են դահուկների վրա ու բնականաբար դահուկը սահում է ցած, բոլորը մտածում են, որ ինչ-որ բան այն չի ու հնչում է մի ինչ-որ կոնկրետ արտահայտություն, որ բոլոր դեպքերում գրեթե միշտ նույնն է։ Վայ, գնացի։ Նախ դահուկը հենց գնալու համար է ստեղծված, եկեք դա հիշենք։ Երկրորդը մի քանի կարճ խորհուրդներ, որ հետո կարողանաք ինքներդ փորձեք ու միգուցե ինչ-որ բան ստացվի։ Դահուկը գնալու դեպքում, նախ սահելու դեպքում ոտքերի լայնության բացում ենք, մի քիչ կռանում ենք առաջ ու հիշում ենք, որ մարմինը ինքը շատ կարևոր բալանս անող դեր է կատարում։ Թեքվեցի մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, արդեն ամեն ինչ խառնվելու է իրար։ Հետո, եթե ուզում եք զգաք մարմնի բալանսի դերը, դա սահելու ժամանակ ուղղակի ձեռքերն այսպես պարզում ենք, մեր մտքում ասում ենք ես սամալոտ եմ, ես սամալոտ եմ ու այսպես շարժում ենք։ Այդ դեպքում կզգանք, թե թեթև շարժումը ինչքան է ձեզ այս կողմ, այն կողմ տանում։ Դա զգացինք, հասկացանք, հիմա հասնում ենք հաջորդ քայլին։ Նախ սահելու ժամանակ, երբ որ փայտերը բռնում ենք, ձեռքերը բոլորը լարված սենց բաներ են անում։ Հասկացանք, որ արդեն չի կարելի տենց անել, որտեղ հավասարակշռությունից ինքը մեզ գցում է։ Հետո շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք ղեկավարել մեր արագությունը։ Նոր վարողները դա անում են հետևյալ կերպ։ Այդ դահուկները այսպես դնում են։ Ամերիկացիները սրան ասում են պիցա, ռուսները ասում են դոմիկ, որտեղ դոմիկի տանիքի նման, իսկ իրենց մոտ ամերիկայում այս ձևի պիցան են, չէ՞, մեր մոտ նույնպես կտրտում։ Ծաղկաձորցիները ասում են գութան։ Գութան ինչի, որովհետև հիշում եք մեր պապերը, որ հողը վարում էին, հիմա էլ այդ տեխնոլոգիան օգտագործվում է, սա խլվում է հողի մեջ ու հետևաբար այս դեպքում ձյան մեջ, ինքը դիմադրություն է տալիս ձյանը, տեսեք մի քիչ էլ թեքել եմ, չէ՞։ Ու այդ դեպքում դանդաղացնում է ձեր արագությունը։ Այ կարելի է միշտ կոնտրոլի տակ պահել այս ամեն ինչը, որովհետև բոլոր նոր վարողների համար արագությունը միշտ էլ վախենալու է։ Դրա համար պետք է էտապ առ էտապ հարմարվել արագությանը։ Աղջիկս առաջին անգամ եմ եկել Ծաղկաձոր, նկատի ունեմ լեռնադահուկային սպորտով զբաղվելու նպատակով եւ շատ ուրախ ենք, որ մեր վախերը կարողացել ենք հաղթահարել, որովհետեւ իրոք շատ հոյակապ է այստեղ եւ եղանակը եւ ինքը տրասաները եւ տրամադրությունը ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ Ծաղկաձոր գալ, հյուրանոցում նստել դա ուղղակի մեծ հանցագործություն է, անպայման պետք է գալ այստեղ առաջի հերթին փորձել դահուկներ քշել։
որովհետև սա իրոք գերագույն հաճույք է։ Ես ճիշտն ասած վաղուց չի որ դահուկ եմ քշում, մոտարապես 4 տարի, ինձ չի որ շատ լավ եմ քշում, բայց մի բան գիտեմ, որ դահուկը իմ համար ավելի լավ է, քան սնոուբորդը կամ տախտակը, ոնց որ դուք եք ասում, հա, որովհետև շատ դեպքերում, օրինակ հարթ տեղերում, որտեղ դահուկը կարող է կանգովի, բեգով անցնի, ու այդ տարածքը երբ որ շատ երկար է լինում, այդ դեպքում բորդը, այսպես ասած, լրվում է, ու ստիպված պիտի կամ փամփինգ անես, կամ ոտով բրդես եւ այլն։ Ջան, դու փորձել ես սնոուբորդ։ Ճիշտն ասած փորձել եմ սկզբում ընդամենը, իմ համար բորդը մի քիչ փորձելը հակնելը էդի փորձել չի էդի։ Լավ, տեսեք, ինչի եմ նաև ես սիրում դահուկ, որովհետև դահուկի միջին դահուկը, միջին բորդից ինքը ավելի արագ է։ Ես նախկին պրոֆեսիոնալ լեռնադահուկորդ եմ, Հայաստանի չեմպիոն եմ եղել, բազմակի մրցանակակիր, ես 97 թվականից սկսել եմ սահել սնոուբորդով ու հաշված օրեր մինչև այժմ կարամ հաշվեմ մատերից վրա քանի օր եմ ես դահուկով սահել։ Իսկ հետաքրքրության համար ու դժվարությունների համար հիմա ասեմ, լեռնադահուկը շատ հեշտ սովորում ես, իսկ հասնում ես ինչ-որ ցանկալի արդյունքների շատ դժվար տարիների ընթացքում։ Լավ, ստեղից կարելի է եզրակացություն անել, լրիվ տարբեր, նույնիսկ կարելի է ասել սպորտաձև ու արվեստ, որովհետև գեղեցկությունն էլ կա երկուսի մեջ էլ, հա։ Համաձայն եմ։ Խաղաղություն ժամանակավոր զինադադար։ Հաղորդման հովանավորն է Honda ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Grant Motors ընկերությունը։ I got my first real six string, bought it at the 5 and dime, played it till my face